Շարունակում ենք աշխատել ուղիղ եթերում, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Նայռա Զորաբյանը, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերությունելու համար։ Ես կխնդրեի, որ Եվրոպարլամենտում Նիկոլի ելույթին, անդրադառնալ, որտեվ իսկապես զարհուրելի մի ելույթ էր, ինչը կառանձնացնեք եւ ինչու որոշեց այս փուլում այդ հարթակում այդպիսի ազդակներ ուղարկել, խնդրեմ։ Տեսեք, Եվրոպական պարլամենտում, որտեղ սովորաբար երկրների նախագահները ներկայացնում են եվրոպական մարտահրավերները, ներկայացնում են իրենց երկրների լրջագույն խնդիրները, Նիկոլ Փաշինյանը Եվրոպական պարլամենտի լրջագույն հարթակը վերածեց բամբասանքի սեփական երկրի դեմ գործ տալու 10 րոպեանոց մի ելույթի։ Այո, Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում տվեց իր վերարտադրության գաղափարական հենարանը, ասելով, եթե չօգնեք, չանեք ամեն ինչ, կամաչք չփակեք ամեն ինչի վրա, ինչ որ ես արել եմ եւ շարունակելու եմ անել, որպիսի ես վերարտադրվեմ, ապա իշխանության գալու են ԿԳԲ-ի գործակալները։ Եթե ձևակերպեմ կարճ իր ելույթի մեսիջը, սա էր, գիտեք, այսպիսի հասկացություն կա իսպանական ամոթ, դա նա է, երբ որ ինչ-որ մեկը անհարմար ազգում իր կողքինի անհեթեթ պահվածքից։ Եթե լիներ հայկական ամոթ տերմինոլոգիան, ապա Եվրոպական խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի անմակարդակ եւ խայտարակ ելույթը, որտեղ ինքը մեր հոգևոր հայրերին, սրբազաններին հռչակեց ԿԳԲ-ի գործակալներ, երբ որ իր քաղաքական օպոնենտներին ըստ էության բոլորին հռչակեց ռուսի ստրուկ, Կրեմլի վասալ եւ այլ երկրից գործուղվածներ, հայկական ամոթը այն տերմինն էր, որ կարծում եմ յուրաքանչյուր adekvat քաղաքացի զգաց Նիկոլ Փաշինյանի ելույթի ժամանակ, այնպես որ գիտեք, աբսուրդ է, երբ որ քո երկրի ղեկավարը քո երկրի ներսի խնդիրների վերաբերյալ ռազմոր է սկսում եվրոպական հարթակներից։ Ես ինքս 15 տարի եվրոպական խորհրդարաններում եղել եմ եւ եղել եմ հիմնականում որպես ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչ, բայց մենք ունեինք այսպես ներքին չգրված մի օրենք, երբեք չէինք հանում եւ ներհայաստանյան խնդիրները չէինք փռում Եվրոպական լսարանի առջև եւ մենք տեսանք, թե ինչպես ելույթի վերջում Եվրոպական պարլամենտը ոտքի կանգնեց եւ սկսեց ծափահարել Նիկոլին։ Ուզում եմ հիշեցնել, որ այդ նույն պարլամենտը այդպես շատ ավելի բուրըն ծափահարել է Զելենսկուն, Սանդուին, Սահակաշվիլուն, Սահակաշվիլուն վերջինը հիմա երկիրը միջև վերջ գործանել։ Այո, այդ հարթակները այդպես ծափահարում են բոլոր նրանց, ովքեր իրենց երկիրը սարքում են մատաղացու գար եւ տալիս են այսպես հանձնում են մատաղի համար։ Այստեղ երկու կարևոր բան կար, նախ ինքը իր մրցակիցներին է փորձում չեզոքացնել եւ ես արդեն մի քանի օր սրա վրա ուշադրություն եմ ուզում գրավել։ Հիմա տեսեք, եւ պիտի դուք նաեւ շարունակում եք ձեր կապերը պաշտպանել եվրոպական կառույցների հետ։ Տեսեք ինչ է անում։ Հենց հրապարակ է գալիս մի նոր ընդդիմադիր կամ ընդդիմախոս, ինքը մի հատ ինչ-որ պիտակ է կպցնում, որ ԿԳԲ-ն Եվրոպա վերցրեք, տեսեք ինչ է, եկել է գործակալը, ԿԳԲ-ն որտեղից չկա, ես չգիտեմ արդեն, որտեղից 30 քանի տարի արդեն չկա այդ կառույցը։ Ասում են այնտեղի չգիտեմ ինչեր էր, սրանք ռուսի չգիտեմ, էս են, դե տեսեք, ես ձեր թշնամիներին եմ գտել, հանձնում եմ, մենք պիտի նաև բացենք այդ եվրոպացիների աչքերը, որ եթե դուք խոսում եք ինչ-որ մրցակցություն, ընտրություն, դեմոկրատիա, լավ, ասենք թե դուք գտել եք մեկի, որտեղ քարուքան դանի այս երկիրը, բայց կան չէ՞ այդ արժեքները պահող էլի մարդիկ, որ կարող է եւ երկիրը մնավ այդ արժեքները պահեն։ Պիտի նաեւ սթափության կոչ անել եւ այս հարցը անընդհատ բարձրացնել եվրոպական կառույցներում, որ այս մարդը շահարկում է այս հարցը, շահարկելով իր մրցակիցներին է չեզոքացնում, ուսներին է չեզոքացնում։ Հավատացեք, երևի ես այն քիչ գործիչներից եմ, որ մշտական ուրեմն հրավերներ եմ ստանում եվրոպական կառույցներում տարբեր ուրեմն համաժողովների մասնակցելու, շփվում եմ եվրոպական կառույցների հետ, առաջիկայում եւս մեկնելու եմ եւ այնտեղ իմ հիմնական բովանդակային խոսքը
խոսքը լինելու է մեր ռազմագերիները եւ Արցախի մշակութային ժառանգությունը թքած ունի Եվրոպան, հավատացեք, Եվրոպան շատ լավ գիտի ինչ է կատարվում Հայաստանում, ավելին, իրենք մեզանից շատ ավելի 90-ականներին էլ շատ լավ իմացել ինչ է կատարվում, 2000 թվին էլ են իմացել, 2008-ին էլ, 10-ին էլ, բայց եկեք ասեք, որ ինչ մեծ պայմանավորվածություններ է եղել, ինչպիսի համագործակցություն է եղել Հայաստան, Եվրոպա, Եվրոմիություն, ինչպիսի փաստաթղթեր, չէ, ասած ձեր ասածը դա չի, դուք ասում եք պետք է այդ դռները փակել, այդ դռները ճիշտ համագործակցելու դեպքում, ճիշտ բանակցելու դեպքում, ճիշտ ազատներ ուղարկելու դեպքում Եվրոպայի դռները բաց են մեզ ապեր։ Եթե մենք ունենանք այնպիսի իշխանություն, որը իշխանությունը թե դավաճանական է, թե ինդիմությունը փորձի այդ ուղղությամբ աշխատել, ասել որ տեսեք ինչ է կատարվում։ Այս մարդը շահարկում է կակեբե ասելով, չկա այդ կառույցը, չկա, գոյություն չունի։ Իսկ ով է խանգարում մեր ընդդիմությանը, մեր ընդդիմությունը ինչ է անում հիմա, ես շատ չեմ ուզում իրենց քննադատել։ Պատրաստում է ընտրությունների։ Պատրաստում է ընտրությունների, մանդատի կռիվ են տալի, 4%-ի դարել են միստր եւ միսիս 4%-ներ, թող անեն։ Իսկ ով է իրանց խանգարում։ Ես գնում եմ եվրոպական կառույցներ եւ հարցնում եմ մեր ընդդիմադիր падգամավորները, այս խնդիրները բարձրացրել են, 1-2 հոգուց բացի հիմնականում ոչ, որևէ մեկ իրանց չի խանգարում։ Դե դուք ասում եք, ես եվրոպական կառույցների հետ այսպես աշխատում եմ եւ թիրախում ինքը կարծում եմ իզուր չէր, որ Բագրատ Սրբազանի վրա էր կենտրոնացել։ Այնուամենայնիվ չի հանգստացել եւ ինքը եկեղեցու թեման իրեն անհանգստացնում է։ Երևի հիմա երկրորդ պլան է եղել, միջև ընտրություններին տեսնի ինչ կանի, խնդրեմ, բնականաբար, այո, ձեր կարծիքը։ Պատկերացնում եք, ինչքան պիտի չհարգես քո երկիրը, ինչքան պիտի քո երկիրը սարքես կոպեկ, սարքես մանրադրամ, որ եվրոպական պարլամենտում խոսես քո սրբազանների դեմ, խոսես Բագրատ Սրբազանի դեմ, որ սրբազաններից մեկը մտադիր էր, ես չգիտեմ ինչ անել, հեղաշրջում անել, բռնության կոչեր են հնչում, հոգևորականները, ովքեր, չգիտեմ, կակեբեի գործակալներ են, ուղղորդվում են այլ երկրից, ուզում են, ձեզ թվում է այնտեղ նստած եվրոպացիները չգիտեն, որին ինչ որ հնչում է, դա կատարյալ աբսուրդ է, չէ, բայց այդ աբսուրդը այս պահին իրենց պետք է, որտեղ այդ աբսուրդը այն գործիքն է, որոնք իրանց բայի բեսպրավիլն են մղում մեր տարածաշրջանում Ռուսաստանի դեմ եւ այո, ինչի համար է մեզ պետք նաեւ adekvat իշխանություն, որպիսի սեփական երկիրը չսարքի մատաղացու գառ եւ երկիրը չդնի օտարի հոշոտման սեղանին, բայց ես ուզում եմ անդրադառնալ նաեւ մի ինքնախոստովանության օրերս Նիկոլ Փաշինյանը այսպես մի հատ լայվատիպ ելույթ ունեցավ, այո, որտեղ մի քանի վտանգավոր հայտարարություններ արեց, Նիկոլ Փաշինյանը, այո, հայտարարեց, որ ուրեմն անկախության խոսելով թե ինչի պիտի հանվի սահմանադրական հանրաքվեով անկախության հռչակագիրը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անկախության հռչակագրի մեջ պատերազմի վտանգ կա, սա կոնֆլիկտի հռչակագիր է։ Պատկերացնում եք ինչ է ասում է երրորդ հանրապետության հիմնադիր փաստաթուղթը, որտեղ անկախության հռչակագիրը այն ողնաշարն է, որը դրված է Հայաստանի սահմանադրության մեջ, դա կոնֆլիկտի եւ պատերազմի փաստաթուղթ է։ Եվ եթե ինչ-որ մեկը կարծում է, որ իրականում Նիկոլ Փաշինյանը այդպես է մտածում, ուզում եմ հիշեցնել, որ 19 թվականին էր, երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բացարձակապես Հայաստանի սահմանադրությունը փոփոխելու խնդիր չկա եւ ընդամենը միջև վերջերս ինքը հայտարարում էր, որ մեր սահմանադրական դատարանն էլ հաստատել է, որ մեր սահմանադրությունը չի պահանջում տարածքային որևէ հավակնություն Ադրբեջանի հանդեպ։ Вдруг оказывается, այն հանձնարարականից հետո, երբ որ Ալիևը հայտարարեց, որ Հայաստանը, Նիկոլ Փաշինյանը տնային հանձնարարություն ունեն կատարելու, գնա քո տնային հանձնարարությունը կատարի, իսկ այդ տնային հանձնարարությունը սահմանադրության փոփոխությունն էր, Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մեր սահմանադրության մեջ անկախության հռչակագիրը դա կոնֆլիկտի հռչակագիր է եւ դա իր մեջ պարունակում է պատերազմի կոչ, պատերազմի վտանգի դեպ նաեւ մենք տեսնում ենք, այս ընթացքում ինչ որ sense կրքեր են բորբոքվում
ցեղասպանության թանգարանի տնօրենին հեռացնելու, հա, ասում է, ես չեմ խառնվում ոչ մեկին հանել հեռացնելու գործում, բայց ասում է, այո, իմ հորդորով է ցեղասպանության թանգարանի տնօրենը հրաժարական տվել, որովհետև ուշադրություն, նորից ուշադրություն հանդգնել է Վենսին ԱՄՆ փոխնախագահին նվիրել Արցախի մասին գիրք եւ ճանապարհին պատմել է Սումգայիթի եւ Կիրովաբադի ջարդերի մասին։ Ես չգիտեմ, այդ կինը դա դիտավորությամբ արել, կարծում եմ պատահական, ինչի պատահական, որովհետեւ ես որպես բարձրաստիճան պաշտոնյա մեր բոլորի սեղանին, մեր բոլորի այսպես աշխատասենյակներում մշտապես, որտեւ նախկին իշխանության արտաքին քաղաքական օրակարգը բոլորովին այլ էր, հայկական էր օրակարգը, եւ Արցախը, եւ ցեղասպանությունը կարևորագույն ուրեմն առանցքն էր մեր արտաքին քաղաքականության օրակարգի, մեզ նախապես տալիս էին այդպես նվեր գրքերի շարք, որտեղ բոլորը ամեն ինչը Արցախի մասին էր եւ հայոց ցեղասպանության մասին էր։ Դե այս աղջիկներ երևի իրան չեն ասել, որ տար այդ նախկին իշխանության օրակարգը Արցախ, հայոց ցեղասպանություն մեզ այլևս հետաքրքիր չի, շպրտի վարիս, այսպես հա ավտոմատ այդ գիրքը նվիրել է Վենսին եւ տեսակ Նիկոլը ասում է, այո, ես եմ հորդորել, որ հեռանա, որովհետև երկրում երկու արտաքին քաղաքականություն լինել չի կարող։ Վաղը ինքը կարող է հայտարարի, որ ով Արցախի անունը տվեց, քրեական օրենսգրքում կատարում են փոփոխություն եւ այդ մարդը դատվելու է։ Հետո կարող է ասի, ով ուրեմն հայերեն խոսած, հա, ով իր երեխային տարավ հայեցի կրթության, ուրեմն դա հակասում է խաղաղության օրակարգին, դրա ծնողին աշխատանքից կհանենք եւ վերջում կգանք կհասնենք նրան, որ այս պահին սա թվում է աբսուրդ, բայց մի օր էլ կասի դե ով հայերեն է խոսում կամ հայերեն ադրբեջաներենից լավ է տիրապետում, ուրեմն դա էլ ուրեմն չի խրախուսվում, օրենքով պատժելի է, որովհետև դրանով դուք բերում եք պատերազմ եւ դա պատերազմի օրակարգ է։ Ես պատմել եմ 14 թվականին էր, որ ես եղել եմ Բաքվում հայկական պատվիրակության կազմում, անգամ մեր սենյակի այսպես բարձի երեսների վրա Արցախի նկարն էր եւ գրված էր Արցախը, Ղարաբաղը, Ադրբեջան է։ Այսինքն իրենք 30 եւ ավել տարի այդ քարոզչությունը տարել են։ Իսկ այստեղ մեզ ինչ են ասում, գիրքա նվիրել Արցախի մասին, ասում են ռադեղար, որովհետեւ դուք Արցախի անուն պիտի չտաք մեր սեղանին Ալիևի ստորագրությամբ կոնյակ էր դրած Շուշա Ադրբեջանի մշակութային կենտրոն։ Այդ կոնյակն է, միակ այդ կոնյակը ես ինձ հետ բերեցի Երևան, որովհետև ուզեցա ցույց տալ, որ տեսեք, թե ինչպես են սրանք 30 եւ ավել տարի այսպիսի քարոզչություն անում։ Ստրասբուրգում քննարկվում էր հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի հալոցքի թեման, ես այսպես նստած մտածում եմ, դե այս ադրբեջանցիները ամեն ինչ բերում կապում էին Արցախին, ասում եմ լավ, մյուս թեմաները հասկացանք, հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի հալոցքի թեման ոնց են բերելու եւ խոսելու Ղարաբաղի Արցախի մասին, պատկերացնում եք, բերեցին եւ խոսեցին, ասեցին ուրեմն շատ այսպես օզոնային շերտի վրա ազդում ա, որ սեպարատիստ հայերը Ղարաբաղում անտառները այրում են եւ դա ուրեմն Կիոտոյի հռչակագրով վնաս ա օզոնային շերտին։ Մենք ծիծաղում էինք, բայց մի հատ անկեղծ խոստովանություն ասեմ, հա, հիմա օրինակ ես եմ ընկել այդ ադրբեջանցիների օրը, որ ինչ կոնֆերանսի հրավիրում են, անկախ նրանից կոնֆերանսի թեման ինչա փիսիկների պաշտպանությունը անգամ ես բերում եմ կենթանիների պաշտպանություն, սելեկտիվ աբորտներ, ընտանեկան բռնություն կանանց հանդեպ, ես բերում եմ, կապում եմ Արցախի թեմային եւ մեր ռազմագերիների թեմային։ Ինչա ուզում անի 4 պատերազմ վերած։ Ինչա ուզում անի, նա ուզում է, այո, ասելով որ Արցախի անունը չտակ, նա ուզում է մեր դենկան, հա, մեր այս դենթեն, մեր գենետիկ ինքնությունը, այո, մեր գենետիկ հիշողությունը սպանի։ Տիկին Զորաբյան, ունեք պատասխան, տեսեք,
4 պատերազմ վերած մարդը հիշեք, մինչև 2020 թվականը Աշոտիկը որ ծառայում էր Արցախում, կրակոց չկա, այս ինչ խաղաղություն է, չգիտեմ ինչ է, եկավ օրը Արայիկ Հարությունյանին ընտրեցին, բերեցին իշխանության, մի անգամից հարձակվեց, տեսանք ինչ եղավ։ Դրանից հետո էլի մինչև ընտրություններ 21 թվականին որտի Նիկոլը անցներ, կրակոցներ ոնց որ չկա, նորմալ է, չգիտեմ ինչ է, ընտրություններում Նիկոլին ընտրեցին, հարձակվեց, նորից էլ մնացած կեսը վերցրեց։ Քաղաքապետի Չէ, Սյունիքի վրա հարձակվեց, քաղաքապետի ընտրությունից առաջ խաղաղություն է, տեսեք կրակոցներ չկա, հենց որ ընտրությունը ավարտվեց, Արցախը մնացած հատվածը, հիմա, այս ամեն ինչից հետո, ոնց է իրեն հաջողվում 4 պատերազմ բերած մարդը, որ այն հատվածում, որտեղ որ պետք է ինքը ընտրվի, եղբորը ասում է մի կրակի Ալիևին, միջև տեսնենք, հիմա էլ Ալիևն ասում է, այս ոչ մի նշանակություն չունի, իդեպ 3-4 օրը երկրորդ նախագահը խոսում էր, որ ասում էր երաշխիքներ չի ուզում ձեռնտու չի առաջին հերթին Նիկոլին, որովհետև սրանով է խափում ինքը, այս թղթով է գնում խափում, այս իր միակ բանն է մնացել, որ իբրև թե այդ երաշխավորը ես եմ Ես որ չլինեմ պատերազմ կլինի։ Պատերազմ վերած մարդը ոնց է կարողանում։ Հիմա էլ Ալիևն ասում է 2-3 ամսից ես հեչ ա լինելու։ Ոչ մի նշանակություն չունի։ Հիմա կասեմ Տիկին Թոմասյան, ոնց է կարողանում Նիկոլ Փաշինյանը խափել ելնել այդ օրակարգը բերել Տիկին Զորաբյանը։ Ֆանտաստիկա կարողանում։ Հիմա ում դուրը գա, ում դուրը չկա, ես հետևում եմ Նիկոլի Քարոզարշավին, սենց ինչ ունեք ասելու։ Հիմա կասեմ, ինքը ֆանտաստիկ մանիպուլատոր է։ Օսկար լինի, Նոբելյան մրցանակ լինի, կրուտիտի մանիպուլյացիայի, ինքը ստանալու է բոլոր կատեգորիաներում մանիպուլյացիայի կրուտիտի ստելու, խափելու Նոբելյան մրցանակը, ես հետևում եմ իր Քարոզարշավին, ֆանտաստիկ գրագետ թիրախային Քարոզարշավ իր էլեկտորատի համար, եթե ասում եմ ինձ համար, ձեզ համար, սենց ճպճպացնելով թթու լավաշ ուտելը, ասենք առանց ձեռքերը լվանալու պերաշկի ուտելը, չգիտեմ սուջուխ ուտելը, դա հակահիգենիկ է, դա տգեղ է, հավատացնում եմ ձեզ, ասել եմ, էլի եմ ասում, Նիկոլ Փաշինյանի թիրախը ոչ ես եմ, ոչ դուք եք, Նիկոլ Փաշինյանի թիրախը երեք այդ Վայոց ձորում կամ մի օր առաջ Սիսիանում այն մարդիկ Այո, թուրքը կանգնած Սիսիանում այն տատիկներ 80 քանի տարեկան, որ Սիսենց կանգնած Նիկոլին սրտիկ Իսկ գուցե այդպիսի տատիկներ միշտ կարելի է ինչ-որ տեղերից բերել, պայմանավորել, կազմակերպել, եկեք չասենք էլի, որ ինքը այսպես եկեք Տիկին Թոմասյան, բայց նաև չէ ինքը խելոք է, ինքը որպես քաղաքական կենթանի կատարյալ է, ինքը կատարյալ քաղաքական կենթանի է։ Չգիտեք, ինչու՞ ասեք մեկ ուրիշներ կարող երկիրը ծախելու բանի հաշվին տա, թիկունքում էլ իրան պաշտպանող հավաքական արևմուտք ունենա, Թուրքիա ունենա, հələ թող տեսնեմ այդ չներու Թուրքիան չասել, չեմ հարձակվելու, այդ ինքը Տիկին Թոմասյան, քանի օր էր մնալու իշխանության։ Քանի ղեկավար գիտեք, որ այս ձևի վարվելով Զելենսկի 1.5 միլիոն մարդ փրթել է, երկրի կեսը հանձնել է, 20 միլիոն էլ արտագաղթել է Սաակաշվիլին, տվեց ամբողջ երկրի այդ բաները խայտարակ վիճակի մեջ։ Ուկրաինայի բնակչության քանի տոկոսն է շարունակում պաշտպանել Զելենսկուն, ասածս նա է, որ ինքը իր էլեկտորատի, իր սեգմենտի հետ պայմանական անունը դնենք Ախուրյանցի անո սեգմենտ, այդ սեգմենտի հետ ինքը շատ գրագետ աշխատում է, ինչ անում մեր ընդդիմությունը, դահլիճային ինչ ունեք ասելու ժողովրդին այս պատերազմ բերող անձը, որ դեռ շարունակում է իր արևին խաղաղության բան քարոզով գալ։ Օրինակ հիմա մի հատ թիվ, պարզապես բացեմ ձեզ համար, դատախազությունը հայտարարեց, որ վերջի 7 տարիներին պետությանն է վերադարձվել 773 միլիոն դոլարի գույք եւ դրամական միջոցներ։ Տեսականորեն ընդունենք, որ ճիշտ է 7 տարում 773 միլիոն դոլարի գույք դրամական միջոցներ։ Հիմա հրապարակում եմ թվեր։ Հիշեք, 773 միլիոն դոլար։ Ինչ արել 7 տարվա մեջ 8 միլիարդ դոլարով ավելացրել է պետական պարտքը։ 6 միլիարդ դոլարի զենք նվիրել է Ադրբեջանին, 200 միլիոն դոլարի մենակ իրանք պրեմիա են տվել։ Հիմա թվարկեմ, քանի եկեղեցի, քանի միլիարդի եկեղեցի, սրբավայրեր, քաղաքներ, գյուղեր, բնակավայրեր, մի ամբողջ Արցախ, որի ես չեմ ուզում Արցախը վերածեմ թվային էկվիվալենտի, հիդրոէլեկտրոկայաններով, ամեն ինչով, ընդերքով, հարուստ ընդերքով, ընդերքի հարստությամբ, եթե դա վերածենք դրամային էկվիվալենտի, ապա խոսքը տրիլիոն
դոլարների մասին է, այն դեպքում, երբ որ դատախազությունը հայտարարում է, տեսեք ինչ ենք արել, թալանը հետ ենք բերել, բա դուք 4 ամեն մի նախկին ղեկավարի ասում եք 4 միլիարդ տարել է այս երկրից, բա 7 տարվա մեջ, եթե անգամ ընդունենք, որ այս թիվը ճիշտ է, դուք խոսում եք ընդամենը 773 միլիոն դոլարի մասին, այն դեպքում, երբ 7 տարվա մեջ Հայաստանի արտաքին պարտքը աճել է 8 միլիարդ դոլարով, ասում եք նախկինները կերել են, թալանել են բանակը, դիզվարելիք չկա, որ տանկի մեջ լցնենք, ջուր ենք լցնում, Զաքիր Հասանովը, Ադրբեջանի պաշտպանության նախարարը, ինքը ասեց, երբ որ Արցախը հանձնվեց, ասեց, ես շշմած եմ, հայտարարեց Ադրբեջանի պաշտպանության նախարարը, այս ինչ մակարդակի զենք է ունեցել Ղարաբաղը, 16 թվականին ո՞նց հաղթեցին, 16 թվականին ո՞նց, այս ինչ մակարդակի ասեց Զաքիր Հասանովը, որ ռեգիոնի ամենառազմականացված, ընդ որում ամենաբարձրակարգ զենքով զինված է, 6 միլիարդի մենակ ռազմավար են տարել, մի քանի միլիարդի էլ մենք տեսանք, որ 20 թվականի դեկտեմբերի 7-ին իրանց պարադում հայկական են զենքերը, որ իբր լափած էին, իբր չկար եւ մեր բանակը մենակ լապատկա ուներ, կռվում էր լապատկով, այդ ամեն ինչը հենց 6 միլիարդի լապատկա էր, հա, Ադրբեջանը բռնագանձել։ Սա ուրեմն նաև այս սուտը, այս մասով նաև որ խոսեցինք, հա, ինքը հիմա ինչ է անում, Տիկին Թոմասյան նախորդին էլ ինքը բաց տեքստով ասում է, կա երկու ընտրություն, պատերազմ կամ խաղաղություն, խաղաղությունը ես եմ, պատերազմը մնացած բոլորն են, եթե ուզում եք պատերազմ գնացեք ընտրեք բոլորին, իդեպ այդ բոլորը նաև KGB-ի գործակալ են, ռուսի շպիոն են, Կրեմլի ագենտ են, եթե ուզում եք խաղաղություն, պիտի ընտրեք ինձ, սա կատարյալ եւ անամոթ սուտ է, ինչի պիտի Ադրբեջանը, հիմա ինձ կարաք ասեք, ինչի պիտի օրինակ հիմա Ադրբեջանը պատերազմ սկսի, ինչ ուզում է Նիկոլը տալիս է, հիմա Ադրբեջանը գնում է, ինչպես անընդհատ հետևողականորեն հայտարարում է Ադրբեջանի քաղաքական էլիտան եւ Ալիևը գնում են soft power-ի փափուկ ուժի ճանապարհով, մենակ վերջի 2 շաբաթում Ադրբեջանի պետական հեռուստաընկերության ASTV-ով ես հաշվել եմ մենակ մեկ հեռուստաընկերությամբ 137 անգամ խոսվել է Արևմտյան Ադրբեջանի մասին, ներկայացվել է քարտեզ, որտեղ Հայաստանի Նիկոլինկը վռնդենք եւ 705 անգամ խոսենք 1 միլիոն հայության վերադարձի մասին եւ այն ահռելի փոխհատուցանցի, որ պետք է Ադրբեջանը փոխհատուցի հայ ժողովրդին, այս ամեն ինչը լինելու է Նիկոլին վռնդելուց հետո 137 անգամ ASTV-ով Ադրբեջանը խոսել է Արևմտյան Ադրբեջանի մասին եւ խոսել է, որ 300 000 ադրբեջանցիներ իշխանություն կգա, այո, պիտի գան Հայաստան։ Հիմա ուզում եմ անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի Եվրոպական պարլամենտի արցախցիներին, Արցախին վերաբերող հատվածին, որտեղ ինքը ասում է թքելով նույն Եվրոպական պարլամենտի վրա, որ արցախցիները պիտի մոռանան Արցախ վերադառնալու մասին եւ մշտապես հաստատվեն Հայաստանում։ Նույն Եվրոպական պարլամենտը 4 բանաձև ընդունել այդ պարլամենտը, որտեղ ինքը ասում էր արցախցիները չի պիտի մտածեն Արցախ վերադառնալու մասին, որտեղ Եվրոպական պարլամենտը կոչ է արել Ալիևին լեգիտիմ եւ անվտանգ պայմաններ ստեղծել արցախցիների վերադարձի համար, այսինքն Ալիևը ամեն օր ասում է եւ հիմա էլ պահանջում է, ասում է Նիկոլ Փաշինյանը պարտավոր է հենց հիմա ընդունել Արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչներին եւ նրանց հետ քննարկել Արևմտյան Ադրբեջան մեր պատմական հողերը նրանց վերադարձի հարցը, իսկ Եվրոպական պարլամենտում Նիկոլը թքելով Եվրոպական պարլամենտի 4 բանաձևերի վրա, թքելով Հաագայի դատարանի նոյեմբերի 17-ի 23 թվականի բանաձևի վրա, որով Ադրբեջանին պարտավորեցնում են անհապաղ ընդունել հայերին, որ վերադառնան Արցախ իրենց պատմական հայրենիք, Նիկոլը ասում է դե
300,000 ադրբեջանցին, նայում ենք իր թիմակիցները, ասում է Ալենը, դե օքեյ է մյուսները, բա պիտի իրար հետ ապրենք, բա որ պիտի իրար հետ ապրենք, Արցախցին ինչի չպիտի գնա, իրա բնորանում ապրի, 8000 տարվա մեջ առաջի անգամ ամբողջապես հայաթափվել է, դուք պատկերացնում եք եւ ի վերջո ես համաձայն եմ Արցախի ղեկավարության հետ, որ այո իրենց բողոքի ձայնն են բարձրացրել, որ չեն լիազորել Նիկոլ Փաշինյանին Եվրոպական պարլամենտում այո նման հայտարարություն անել, որ արցախցիները պիտի մոռանան Արցախ վերադառնալու մասին։ Մի հարցի մասին եմ ուզում խոսել, տեսեք, այս պատերազմը իրականում է դաժան հարձակում է Իրանի նկատմամբ, որ եղավ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի կողմից, ցույց տվեց, որ հավաքական արևմուտքը նաեւ ինչքան խոցելի է, արաբական աշխարհը ինչքան խոցելի է, ինչու։ Տեսեք, 30 տարի շարունակ, արդեն 10 քանի տարի Ռուսաստանն է, բայց 30 տարուց ավելի Իրանի Իսլամական Հանրապետությունը գտնվում էր սանկցիաների տակ, չէ՞, շրջափակման մեջ, թույլ չէին տալիս, եւ ընդամենը 2 շաբաթ կամ մի փոքր ավելի քիչ Օրմուսի նեղուցը փակվեց Իրանի Իսլամական Հանրապետության կողմից։ Դուք տեսեք ինչ է կատարվում, ինչ աժոտաժ, վաղ ասում են Եվրոպա գները թռել է, Եվրոպայում հնարավոր է խոճապ լինի, այս ձմռանը ինչ գներ են վճարելու, սա տարածվում է միանգամից արաբական աշխարհի վրա, բա լավ չի, չէ՞։ Իհարկե, շատ կարևոր, ինչ լավ բան է, այսինքն երբեմն կարող է այսպես ամեն ինչ թարս աճել, ինչպես ասում են։ Ծոցի երկրների համար այս Իրանի հետ տեղի ունեցածը ֆանտաստիկ վատ առումով ֆանտաստիկ փորձառություն էր, որ նրանք համոզվեցին, որ ամերիկյան անվտանգային հովանոցը չի աշխատում, որովհետև հիմա Թրամփը փորձում է տարբեր միջնորդների ձևով Իրանին բերել բանակցային սեղան, բայց առաքչին հայտարարեց, որ Իրանը կդադարեցնի պատերազմը բացառապես Իրանի պայմաններով եւ շարադրեց պայմանները։ Եվ դուք փոխհատուցեք։ Այո, պայման առաջին, երբ որ Միացյալ Նահանգները ամբողջապես կփոխհատուցի Իրանի կորուստները, պայման երկրորդ, որը Թրամփին առաջադրեց առաքչին, պայման երկրորդ, որ գրավոր Միացյալ Նահանգները այլևս կտա գրավոր որոշում, որ այլևս երբեք նման ուրեմն փորձ չի անի Իրանի հանդեպ եւ պայման երրորդ կբացի Հորմուզի նեղուցը ծոցի երկրների համար այն դեպքում, երբ որ իրանք իրանց երկրներից դուրս կշպրտեն ամերիկյան դիվանագիտական ներկայությունը։ Որ Թրամփի մասին է խոսք, ուրիշ Թրամփ է։ Չէ, էսեն շիզոֆրենիկն է, որ երեք բլոգերի հետ Թրիպի հետ կապա։ Այդ նույնն է, հաստատ։ Այդ նույն Թրամփն է, հա, իդեպ Թրիպից ինչ կա։ Իշխանություն, հասկանալի է, չէ, որ այս Թրամփը, որ հիմա կներեք մանտրաշից անկապ բաներ է խոսում, Իրանի ողջ արսենալը ոչնչացած է, ազգային ժողովի նախագահ ասում է 2 շաբաթում 9 հաղթանակ է տոնել, հայտարարել է 9 անգամ հայտարարել է ես հաղթեցի, բայց չգիտես ինչի դեռ բանը ասում է, կտեսնեք, ես վաղուց եմ նորից եմ արձակվելու, սա 9 անգամ հայտարարել, այո Հաստատ նույն Թրամփն է, այո, եւ այդ հաստատ նույն Թրամփը տեսավ, որ Իրանի անօթաչուները իդեպ նույն ամերիկյան փորձագետները ռազմական խոստովանեցին, որ իրանական շահեդ անօթաչուները ամերիկյան ռազմական ոչ մի անվորսալի են եւ չեն կարողանում դրանք չեզոքացնել։ Այո, այնպես որ ես շատ կարեւոր եմ համարում նաեւ կոչը առաքչիի Իրանի պաշտոնյայի բարձրաստիճան, որ դիմեց Պարսից երկրներին, ծոցի երկրներին կոչ անելով դուրս գալ ամերիկյան այսպես կոչված fake անվտանգային հովանոցի տակից եւ միասին այլևս մտածել Մերձավոր Արևելքում միասնական անվտանգային համակարգ ստեղծելու, թե այս արանքում ինչ ալնելու Նիկոլ Փաշինյանի գովերքած տրիփը խաղաղության խաչմերուկը, այն որ Ալիևն էլ ղժած ասեց խաղաղության խաչմերուկ անունը կասեք այն ժամանակ, երբ որ Բայդենը նորից գա իշխանության։ Հիմա Բայդենը չկա, դուք դրա անունը դնում եք տրիփ, ասեք եթե դա ձեզ հոգեհարազատ, մենք դրա անունը դնում ենք Զանգեզուրի միջանցք, թե ինչ եղավ էս եւ ինչ ա լինելու այս տրիփի ճակատագրի հետ, հաշվի առնելով, որ Իրանը ցույց տվեց, որ ինքը չի ընդունելու Միացյալ Նահանգների խաղի կանոնները, էդ էլ բնականաբար պարզ չի։ Տիկին Թովմասյան, մի խնդրել եմ ուզում անդրադառնալ, որտեվ այստեղ գալուց առաջ արդեն որ երրորդ ընտանիքն է, ես դիմում եմ Գրիգոր Լուսավորի
լուսավորիչ բժշկական կլինիկայի տնօրեն, նախկին падգամավոր, ներկայումս տնօրեն Զեյնալյանի, Նարեկ Զեյնալյան կարծեմ, ուրեմն տիրություն արեք ձեր ռեանիմացիայի աշխատողներին, ծանր, անօգնական հիվանդներին, ձեր ռեանիմացիայի աշխատողները եւ մասնավորապես բուժքուրական եւ սանիտարական անձնակազմը անմարդկային վերաբերմունք ցույց տալի։ Ես գիտեմ, որ երեք որոշ հարազատներ եկել են եւ փորձել են պարզաբանել եւ փորձել են աղմուկ բարձրացնել, հրում են անօգնական հիվանդներին համար հատկացված պամպերսները գողանում են ձեր աշխատակիցները, Նարեկ Զեյնալյան, եւ սա եթե եզակի դեպք լիներ, ես չէի բարձրաձայնի, արդեն որ երրորդ Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ում հարազատը ինչ-ինչ պատճառներով հայտնվել է ձեր հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում, արժանանում է նման անմարդկային վերաբերմունքի։ Դեպք ա եղել, որ ես դրա հետևից գնալու եմ, որ մրսել է հիվանդը ծանրագույն վիճակում եւ ուղղակիորեն չեն տվել անհրաժեշտ վերմակ ծածկվելու, հետո ասել են դե թոքաբորբից մահացավ։ Հավաքեք այդ ձեր սանիտարկաներին եւ բուժքույրերին եւ եթե մարդիկ, ես չգիտեմ, դրանք Հիպոկրատի երթում տալիս են թե չէ, թե միայն բժիշկներն են տալիս, պամպերս գողացողներին ձեր հիվանդանոցից հեռացրեք, այլապես ես ձեզ խոստանում եմ, որ ուղղակիորեն ամեն օր ձեր ռեանիմացիան լինելու է իմ ուշադրության կենտրոնում։ Եվ երևի գանք Սրա Քարոզարշավին, հա, ու նաև Իմիջիայլոց եսեք ինչ է ասել, ասում է, ես ջիկ եմ, ես տենց բան խնդիր չունեմ, բա եթե ջիկ ես, Նիկոլն է ասում, բա եթե տենց ջիկ ես, ոչ մի խնդիր չունես, քիչ առաջ կետարկետ նշեցիք, բա ինչի ես գնում այդպիսի բաներ, չէ, գնում Եվրոպարլամենտում գնում ես այդպիսի բաներ ես խոսում, հա, եկեղեցու դեմ, քո մրցակիցների դեմ ինչու ես այդպիսի բան, եթե դու այդքան ջիկ ես, ինչի ես քո ուժեղ մրցակցին շարունակում փակված պահել, չէ, դե եթե դες ջիկ մարդ ես, թող գան հրապարակ բոլորը մրցեն, մյուսի նկատմամբ ինչ որ տուն ես գնում, խուզարկություններ ես Գագիկ Ծառուկյանն ես տենց այդպիսի բաներ անում, չգիտեմ քանի հազար գործ կա հայ-հեղափոխական դաշնակցության ներկայացուցիչների վրա, այն մյուսների վրա, եթե այդպես ջիկ բան վիճակում ես, ինչի է այսպես ընկել դռնեդուր, ինչի անհանգիստ ինքը։ Պարզա որ անհանգիստ է, որտեղ անկախ նրանից թե այդ ուրախ ավտոբուսում բացարձակապես այլ իրականությունից թվում է այդ ուրախ ավտոբուսը ինչ որ մի հատ կաֆեից փոկված ավտոբուս է, որտեղ տժժում են, ինչ որ փարթիներ են անում եւ ինքը փորձում է, գիտեք, ես քանի որ Նիկոլին լավ գիտեմ, ես իր հոգեբանությունը հասկանում եմ, այդ ուրախ ավտոբուսի դիսկոտեկներով, տիկին առողջապահության նախարար, մի հատ գնացեք, տեսեք ձեր այն որ դիսկոտեկներում sense տժժում եք, պարում եք, sense բաներ եք անում, մի հատ գնացեք, տեսեք ձեր այդ ապահովագրական ներդրած համակարգում ինչ բարդակ կա, 5-6 ժամով ծայրահեղ հիվանդներին միջանցքներում պահում են։ Մի հատ գնացեք Գրիգոր Լուսավորիչի ռեանիմացիա մտրեք, մի հատ խոսացեք պամպերս գողացող եւ անօգնական հիվանդներին հրող սանիտարկաների հետ։ Մի հատ գնացեք պոլիկլինիկաների հերթերը նայեք։ Մի հատ բժիշկների հետ խոսացեք, տեսեք թե ինչի է իրանց աշխատավարձը պակասել։ Ես լավ գիտեմ Նիկոլին, ինքը այդ ուրախ ավտոբուսի տժժիկներով, ինչքան ասում ենք սիրուն չի մի ինքը հաջորդ օրը կուկուրուզա կրծում, հետո ինքը ուզում է սա հստակ մշակված նեյրոլինգվիստիկ ինքը ասում է որ փնթի անլվա հակահիգիենիկ են մարդիկ եւ դրա համար ինձ կընտրեն եթե ես իմ ներքին կերպարը հանեմ հրապարակը ցույց տա մեզ համար վիրավորական է բայց ինքը իր էլեկտորատին ուզում է ասի Մաուգլիի հայտնի ֆիլմը կար բայց էլեկտորատը չի վիրավորվում որ դու մեզ դրել ես չգիտեմ ինչի տեղ հակահիգիենիկ չեմ վիրավորվում այտենց չեմ վիրավորվում ինքը ուզում է ասի որ ես սվոյ եմ լիստաբոյ դե ամեն ինչ հնարավոր է Այո, քանի որ մեր երկիրը հիմա ոչ ստանդարտ իրավիճակում է, հա ինքը ուզում է այդ ակցիաներով, դռներով երեք ինչ որ Սիսյանցու դուր ծեծեց անսպասելի մտավ, դե բնական է, մենք էլ բարեկիր 90 տարեկան տատիկն էլ Իլոն Մասկ էր կարդում, դե լավ է։ Հա, 90 տարեկան տատիկն էլ Իլոն Մասկ էր կարդում, շատ հետաքրքիր է այդ տատիկը, այս ամենը բնականաբար խոճապի դրսևորում, այս հասկանում եմ, որ ինքը պնդում եմ իր էլեկտորատի հետ աշխատում է գրագետ։ Մեզ համար դա նոնսենս է, իր էլեկտորատի համար դա ընդունելի է, բայց ես նորից ուզում եմ, որ մենք չներքաշվենք Նիկոլ Փաշինյանի օրակարգի մեջ, ես այն օրը հատուկ մոնիտորինգ եմ արել, երեկ էր թե առաջի օրը, երբ որ ինքը սկսեց այդ
թթու լավաշը պոկել այդ են օրներ, որ Իրանում լրջագույն իրադարձություններ են տեղի ունենում եւ հայաստանյան ամբողջ լրատվամիջոցները, սոցիալական մեդիան, այդ կարևորագույն աշխարհաքաղաքական ռիսկերը թողած, բոլորը, այդ թվում ընդդիմադիր մամուլը ծայրից ծայր Նիկոլ Փաշինյանի ճպճպալով, այդ որտեղ ավտոբուսում մի հատ ճպճպոց էր թթու լավաշի, այդ ճպճպոցն էր լսվում։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ Նիկոլը շարունակում է թելադրել օրակարգ, ես էլ ձեզ հետ միասին, որտեղ ես էլ ինչ ասեմ, չեմ դիմացել այդ հակաэսթետիկ գայթակղությանը եւ երկու անգամ իմ սոցիալական էջում դրել եմ եւ դիտումների ահռելիությունից ես հասկացա, որ մենք ունենք մի սեգմենտ, որին դա ավելի շատ է հետաքրքրում, քան որ վաղը եւ չէ մյուս օրը, այո, կարող է։ Չէ, բայց ասեք, որ սա նաեւ ինչ վերաբերմունք եւ ինչ արհամարանք եւ ինչպես է մարդկանց, հա, ինքը ընկալում եւ դիտարկում, որ դուք կարող եք փնթի, հակահիգենիկ, հակաэսթետիկ, դուք էսպիսին եք, ես ձեզ նման եմ, հետեւաբար դուք գնալու եք եւ ինձ ընտրելու։ Եվ ինձ ընտրելու եք, այո, ինքը դա է օգտագործում, որ ես ձեզանից մեկն եմ եւ օգտագործում ամենաստորագույն գործիքը, որ ես խաղաղություն եմ, մյուսները պատերազմ են եւ սա ասում է մի մարդ, ով 4 անգամ բերել է արյունալի պատերազմ։ Արյունալի պատերազմից առաջ մի քանի ամիս եղբոր հետ պայմանավորվել էին, որ կրակոցներ չլինի եւ թաքցրել է 19 թվականին խաղաղության առաջարկը, որ արվել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահողների կողմից։ Մեզանից որևէ մեկը ոչ ես, ոչ որևէ մեկը լինելով քիչ առաջ հիմա հակասում եք ձեզ, քիչ առաջ դուք ասում եք նրանք ոչ մեկ չի ուզում, ոչ, այդ համանախագահող երկրներում կա Ֆրանսիա կա, չէ՞, նույն այդ եվրոպական բանի երկիր կա, Միացյալ Նահանգներ կա, որ իրենք էլ էին շահագրգիռ, որ այդ հարցը լուծում ստանա եւ երկրի իշխանությունը այդ մասին պիտի ասենք, ոչ թե ասենք աշխարհը պատրաստ չի, աշխարհը չի ուզում, աշխարհը հիմա էլ եթե ճիշտ բանակցի, ոնց որ երկրորդ նախագահներ ասում, կգան եւ կլինի վստահելի երաշխավոր եւ այդ երաշխավորության տակ կլինի ոչ թե Նիկոլի մի հատ հորը Սարև ասելով գնա եւ բանան, ինչ որ բան պայմանավորվի։ Պետք է որ լինի այնպիսի ընդդիմություն, որը կռիվանի ոչ թե մանդատի համար, որ գնա Նիկոլի հետ ընդդիմադիր աշխատի։ Հիմա մենք որտեղ մենք տարածենք բոլորի վրա, կստացվի որ կասեն, դե եթե բոլորը այդպես են, Նիկոլն էլ մերն է, մի փնթի եսի ինչա թողա լինի։ Չէ, ես խոսում եմ այն ուժերի մասին, ովքեր լավ գիտեն, որ իրանք սահմանային են, նենց խոշոր միավորումների չեն գնում, արդյունքում փոշիացված ձայնը գնալու է այս իշխանությանը։ Այն ուժեր, ովքեր սահմանային են, այսինքն գիտեն, որ իրանք կռիվը հայ 4%-ի համար իրանք պետք է այդքան իրանք մեջ ազնվություն ունենան, այնքան մի կողմ դնեն իրանց ներքին բոնապարտիզմը եւ նապոլեոնիզմը, որ չգնան ուրեմն ձայն փոշիացնել։ Տիկին Զորաբյանը շատ կարևոր բան ասեց, օրինակ բերեց, ես ձեր թույլտվությամբ սա անընդհատ կօգտագործեմ, տեսեք ուրեմն 30 տարի շարունակ մենք 30 տարի արդեն անցել ազատագրել էինք մեր հայրենիքը, բայց իրենք ուրեմն հյուրանոցի սենյակներում Արցախը Տիկին Թովմասյան իսկ մենք մի հատ է դրոշը տվեք, իսկ մենք մեր պատմական հայրենիքը կորցրել ենք Բայց հիմա էլ միացրու որ ետնենք, մեր պատմական հայրենիքը կորցրել ենք, ընդ մեր հայրենակիցները շարունակում են մնալ Բաքվի բանտում։ Եվ ասում ենք Արցախը չտակ, այդ անունը հանկարծ չտակ, դրոշակը չդնեք, չհիշեք, որ Արցախը հայություն է եղել, չհիշեք Արցախի մասի որ վերադարձ կա, չհիշեք, որ մեր հայրենակիցները Բաքվի բանտում են, չհիշեք, որ մենք ինչ ենք կորցրել, բարձրացրու, որ մենք ինչ ենք կորցրել, երևի նորից պիտի հիշեցնենք, թե ինչ է կործանել, ոնց է կործանել մեր հայրենիքը, ինչ ենք հասել, ես են կործանված, հանձնած, այդ մեր հրաշք Արցախն է։ Շնորհակալություն Ռուսկանք եւ ես որոշել եմ, որ ցանց դու անընդհատ պիտի հիշեցնեմ, թե ինչ է հանձնել, ինչ է տվել թշնամուն սա։ Շնորհակալություն։